Ժամը 13-ներ Open Media-ի ուղիղ եթերում Renews լրատվականը շարունակում է իր աշխատանքը, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, ես Անինեմ Զաքարյան, շատ բարի օր։ Հոկտեմբերի 27-ին անհետացած և մեկ շաբաթ անց սպանված հայտնաբերված 3-ամյա Տիգրանի քույրն ու եղբայրները ժամանակավորապես տեղափոխվել են Հայ օգնության ֆոնդի երեխաների պաշտպանության կենտրոն News AM-ին, հայտնել է Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության աշխատակից Մամիկոն Գալոյանը։ Հիշեցնեմ, որ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ խնամակալության և հոգաբարձության մարմնի հրատապ նիստ էր հրավիրվել քննարկելու Տիգրանի ընտանիքին առնչվող հարցեր, այդ թվում հորն ու մորը ծնողական իրավունքից զրկելու և Տիգրանի քրոջ ու եղբայրների հետագա խնամքի հարցերը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի երկարաժամկետ կատարման հիմնական երաշխիքը փոխադարձ շահն է, այլ ոչ թե երրորդ երկրների միջամտությունը, Օրբելի կենտրոնի կազմակերպած համաժողովին հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Նրա խոսքով պայմանավորվածությունները պետք է շահավետ լինեն ինչպես Հայաստանի և Ադրբեջանի, այնպես էլ տարածաշրջանի մյուս երկրների համար։ Նա նաև անդրադարձել է պայմանագրի շուրջ տարածվող մանիպուլյացիաներին, վստահեցնելով, որ դրանք կվերանան, երբ փաստաթղթի տեքստը հանրությանը հասանելի դառնա։ Միրզոյանը չի նշել խաղաղության խաչմերուկ նախագծի հայկական հատվածի բացման կոնկրետ ժամկետներ, ընդգծելով, որ տեխնիկական հարցերի շուրջ քննարկումները, այդ թվում ամերիկյան կողմի հետ, շարունակվում են։ Նախարարը հավելել է, որ ճանապարհի 99 տարվա վարձակալության տարբերակը դիտարկվում է, սակայն վերջնական որոշում դեռ չկա։ Իմ խորին համոզմամբ կա մի հստակ երաշխիք, շատ հստակ երաշխիք, եւ դա որևէ երրորդ երկրի մասնակցությունը չի, դա որևէ երրորդ երկրի կամ երկրների խմբի ստորագրությունը չի, դա ամենևին, եթե անցյալին անդրադառնանք կամ քննարկվող վարկածներին, ամենևին զանազան խաղապահները, առաքելությունները չեն։ Այդ երաշխիքը հետեւյալն է. այն, ինչի շուրջ հնարավորություն է ստեղծվել ձեռք բերել պայմանավորվածություն, այն ինչ համաձայնեցվել է եւ դեռ կհամաձայնացվի, մնացած ուղղություններով ձեռնտու է, շահավետ է եւ Հայաստանին, եւ Ադրբեջանին, եւ տարածաշրջանի մյուս երկրներին։ Այս փոխշահավետությունն է, որը կարծում եմ հարատեվություն, երկարատև կյանք է հաղորդելու խաղաղության համաձայնագրին, որը կստորագրվի, հռչակագրին, որը երկրների ղեկավարների կողմից ստորագրվել է, կանոնակարգին սահմանազատման, որը վավերացվել է մեր ազգային ժողովում։ Խորհրդարանում մեկնարկել են 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը ներկայացրել է, որ մի շարք կառույցների ֆինանսավորումը կաճի, մասնավորապես կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին նախատեսվում է հատկացնել շուրջ 3.5 միլիարդ դրամ, իսկ քննչական կոմիտեին ավելի քան 19.2 միլիարդ դրամ։ Իշխանական պատգամավորը մտահոգված է բիզնեսի վրա հարկային եւ քննչական մարմինների ճնշումներով։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը հայտարարել է, որ գործարարների դեմ հարուցված գործերում ենթադրյալ խախտումների չափը միտումնավոր ուռճացվում է գործերը քննչական կոմիտեի վարույթ հանձնելու նպատակով։ Ի պատասխան քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանը վստահեցրել է, որ իրենց կառույցը գործում է միայն պետական եկամուտների կոմիտեից ստացված հիմնավորված հաղորդումների հիման վրա եւ չվճարված հարկերի հավաքագրման պլան չունի։ Երբ որ հիմքերը բավարար են լինում, մենք նախաձեռնում ենք քրեական վարույթներ, այնուհետև քրեական վարույթների նախաքննության ընթացքում, քանի որ վարույթի նախաձեռնման հիմքում դրված է լինում ՊԵԿ-ի կողմից կատարված նախնական հաշվարկը, մենք սկսում ենք քննչական գործողությունները, քննչական գործողությունների շրջանակներում կատարում ենք նաև անհետաձգելի քննչական գործողություններ, որոնց մեջ մտնում է նաև գույքագրման աշխատանքներ կատարելը, տնտեսվարողի կողմից որոշակի փաստաթղթային հիմքեր արգրավելը, որոնք որպես ելակետ հիմք են հանդիսանում նախաքննության ընթացքում ստուգում նշանակելու համար։ Եվ ստուգման ընթացքում, երբ որ ստուգման արդյունքներն ավարտվում են, ստուգման հիման վրա մենք արդեն որոշում ենք անձին քրեական հետապնդում հարուցելու հարցը, սա է ընթացակարգը։
Երևանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները վիզաների ազատականացման շուրջ երկխոսության հարցերով հայկական կողմի պաշտոնյա ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին է փոխանցել վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը դիտարկում է որպես քաղաքացիների շարժունակության և հանրային անվտանգության ոլորտներում բարեփոխումների ռազմավարական փաստաթուղթ։ Եվրամիության ներկայացուցիչը բարձր է գնահատել վիզաների ազատականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը։ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը հանձնառու է իրականացնելու բարեփոխումները նպատակ ունենալով իր քաղաքացիների համար ապահովելու դեպի Եվրոպական միություն արժանապատիվ և դյուրին ճամփորդելու հնարավորությունը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սոցցանցի իր էջում գրել է, որ ռուսական ցորենը Ռուսաստանից երկաթուղով Ադրբեջանի տարածքով տեղափոխվում է Հայաստան։ Մեջբերեմ ունեմ ևս մեկ լավ լուր ապաշրջափակումից։ Այս պահին ռուսական ծագման ցորենը Ռուսաստանից երկաթուղով տեղափոխվում է դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով, գրել է նա։ Հիշեցնեմ, որ ղազախական ցորենի առաջին խմբաքանակն Ադրբեջանի տարածքով արդեն իսկ Հայաստանում է։ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խաղաղության հեռանկար չի տեսնում։ Հակակոռուպցիոն դատարանի բակում պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Ադրբեջանի տարածքով ցորենի ներկրումը խաղաղության նշան է, նա ասել է, թե ինքը խաղաղություն չի տեսնում։ Ի պատասխան դիտարկմանը, թե հնարավոր է իր դեմ նոր խափանման միջոց ընտրվի, Սարգսյանն արձագանքել է ամենայն հավանականությամբ։ Այս րոպեներին ընթանում է քրեական գործի քննությունը, որը վերաբերում է նրա պաշտպանության նախարար եղած ժամանակ Իսակովի պողոտայում գտնվող հողատարածքներն օտարելուն։ Ես չեմ տեսնում խաղաղություն։ Պարոն նախագահ, այսօր Չեմ տեսնում, ուղղակի չեմ տեսնում։ Պարոն նախագահ, այսօր նախատեսված չէ ձեր գործով նիստը մանրամասնիկ ինչն պատճառը ինչու է նշանակում։ Չգնամ նիստիկ տեսնեմ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ ասում է, թե 2025 թվականի Հայաստանում շարքային պայմանագրային զինծառայողը կարող է ստանալ ավելի քան 700,000 դրամ աշխատավարձ։ ԱՊՀ-ին սպառնացող վտանգները, դրանց արձագանքման միջոցառումները և Արևմուտքի գաղափարախոսական էքսպանսիային հակազդելն են ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների այսօր նախատեսված 13-րդ նիստի օրակարգում։ Նիստը կայանալու է Մոսկվայում Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի նախագահությամբ։ Շոյգուն առանձին երկկողմ հանդիպում է ունեցել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Շոյգուն ասել է, որ անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպումը վստահության վրա հիմնված հաղորդակցության եզակի ձևաչափ է, որը թույլ է տալիս ոչ միայն բաց և կառուցողականորեն քննարկել ամենաբարդ անվտանգային հարցերը, այլև համատեղ մշակել լուծումներ երկրներն ու ժողովուրդներին արտաքին ու ներքին սպառնալիքներից պաշտպանելու համար։ Ամերիկյան Քենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքի օդանավակայանից թռիչքից հետո բեռնատար ինքնաթիռը կործանվել է, զոհվել է առնվազն 7 մարդ։ Ավիավթարը տեղի է ունեցել կառավարության աշխատանքի կաթվածահար վիճակի ֆոնին, երբ կոնգրեսում հանրապետականների և դեմոկրատների փոխզիջման չհասնելու հետևանքով առաջացած շաթդաունի պատճառով ավիափոխադրումների ոլորտում քաոս է առաջացել։ Հոկտեմբերի 1-ից չվճարվող օդային կարգավարների մի մասը չի ներկայանում աշխատանքի, ինչը հանգեցնում է թռիչքների ուշացումների և չեղարկումների ամբողջ երկրում։ Տրանսպորտի նախարար Շոն Դաֆին ահազանգում է, որ եթե շաթդաունը շարունակվի, նաև հաջորդ շաբաթ Միացյալ Նահանգների օդային մասնակիորեն կփակվի։ Ֆիլիպիններում Կալմեեգի թայֆունի զոհերի թիվը հասել է 46-ի, որոնց թվում ռազմական ուղղաթիռի անձնակազմի 6 անդամ, որը վթարի էր ենթարկվել կենտրոնական շրջանում ուժեղ անձրևներ և ջրհեղեղներ առաջացրած հզոր փոթորկի ժամանակ։ Միջազգային լրահոսին հետևում է իմ գործընկեր Դավիթ Կենջոյանը։ Դոնալդ Թրամփի նախագահի պաշտոնին վերադառնալուց հետո տեղի ունեցած առաջին խոշոր ընտրություններում դեմոկրատները վստահ հաղթանակ տարան Նյու Յորքում, Վիրջինիայում եւ Նյու Ջերսիում։ Դեմոկրատ-սոցիալիստ Զոհրան Մամդանին ընտրվել է Նյու Յորքի քաղաքապետ, իսկ չափավոր դեմոկրատներ Աբիգեյլ Սպանբերգն ու Մայքի Շերիլը հաղթեցին համապատասխանաբար Վիրջինիայի եւ Նյու Ջերսիի նահանգապետական ընտրություններում։ Մամդանիի հաղթանակը հատկապես ուշագրավ էր, քանի որ նա պայքարում հաղթելով նախկին նահանգապետ Էնդրու Քոմոին դարձավ քաղաքի առաջին մուսուլման քաղաքապետը։ Այս արդյունքներին արձագանքել է նաեւ նախագահ Թրամփը հանրապետականների պարտությունը պայմանավորելով ընտրություններին իր չմասնակցելով, մինչդեռ նախկին նախագահ Բարակ Օբաման շնորհավորել է դեմոկրատ տեխնացուներին։
Կարիբյան ավազանում Միացյալ Նահանգների ռազմական ներկայության աճի եւ թմրավաճառության դեմ պայքարում նավերին հարվածների սպառնալիքների ֆոնին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն շնորհակալություն է հայտնել Հռոմի Պապ Լեոն 14-ին, Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվային եւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարին, խաղաղության եւ երկխոսության կոչերի եւ ամերիկյան գործողությունները դատապարտելու համար։ Ի պատասխան ստեղծված իրավիճակի Բրազիլիայի նախագահ Լուլան հայտարարել է, որ մտադիր է այս հարցը քննարկել Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի պետությունների առաջիկա գագաթնաժողովում։ Նա ընդգծել է, որ Վենեսուելայի խնդիրը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով, քանի որ Լատինական Ամերիկան խաղաղության ոչ թե պատերազմի տարածաշրջան է։ Դոնեցկի մարզի Պոկրովսկի շրջանում ռուսական եւ ուկրաինական զորքերի միջև շարունակվում են կատաղի մարտերը։ Նախագահ Զելենսկին դիմել է Միացյալ Նահանգներին, խնդրելով հեռահար զենքեր տրամադրել եւ կոչ արել Եվրամիությանը խստացնել պատժամիջոցները։ Ի պատասխան Վլադիմիր Պուտինը ցուցադրաբար պարգևատրել է նորագույն ստրատեգիական, այդ թվում միջուկային զինատեսակներ ստեղծողներին, դրանք ներկայացնելով որպես պատասխան Միացյալ Նահանգների գործողություններին։ Այս ռազմաքաղաքական սրացման ֆոնին արևմուտքի սահմանած պատժամիջոցներն արդեն իսկ ազդեցություն են ունենում Եվրոպայում։ Ֆինլանդիայում սպառնալով ռուսական Լուկոյլին պատկանող լցակայանների ցանցի փակմամբ եւ հազարավոր աշխատատեղերի կորստով։ Աֆղանստանի հյուսիսում Մազարի Շարիֆ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի, վիրավորվել շուրջ 1000 մարդ։ Հարյուրավոր տներ ավերվել են, իսկ իրավիճակն էլ ավելի է բարդացնում սկսված անձրևներն ու մոտեցող ձմեռը, որոնց պատճառով անօթևան մնացած ընտանիքները ստիպված են գիշերել բաց երկնքի տակ։ Չնայած ՄԱԿ-ի, Հնդկաստանի եւ Չինաստանի օգնության խոստումներին, փրկարարական աշխատանքներն ու օգնության հասանելիությունը խոչընդոտվում են վնասված ճանապարհների եւ թույլ ենթակառուցվածքների պատճառով։ Սուդանի Դարֆուր նահանգում բանակի վերջին հենակետի Էլ-Ֆաշիր քաղաքի անկումից հետո տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ զանգվածային փախուստի են դիմել։ Փրկվածները վկայում են դաժան վերաբերմունքի ու սպանությունների մասին։ Ականատեսներից մեկի խոսքով միայն փախուստի ճանապարհը պատված է եղել 1000-ից ավել դիակներով։ Թավիլա քաղաքում ապաստանած փախստականներին օգնող բժիշկներ առանց սահմանների կազմակերպությունն արդեն ընդունել է շուրջ 1000 վիրավորի, միաժամանակ պայքարելով սովի եւ խոլերայի տարածման վտանգի դեմ։ Դավիթ Գենջոյան, Ռիոփն մեդիա։ Ռուսաստանի նախագահ Պուտինն Ալեքսանդր Նևսկու շքանշան է հանձնել հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս arczepiskopos Ներսիսյանին։ Արարողությունը կայացել է Կրեմլում, շքանշանը սրբազանի կրծքին ամրացրել է անձամբ Կրեմլի ղեկավարը։ Հիշեցնեմ, Եզրաս սրբազանն ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի կրտսեր եղբայրն է։ Նախորդին ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի օծման 26-րդ տարեդարձն էր։ Մայրաթորը հայտարարություն է տարածել նշելով, որ Էջմիածնում գումարվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։ Ժողովի օրակարգում ընդգրկված են հայրենական կյանքի մարտահրավերներին, եկեղեցական արշավին, ապօրինաբար ազատազրկված եկեղեցականների եւ հայորդիների նկատմամբ ընթացող իրավական գործընթացներին ու նրանց իրավունքների պաշտպանությանը, Ադրբեջանում ապօրինաբար պահվող գերիներին առնչվող հարցեր, ասված է հայտարարության մեջ։ Գաղտնիք չէ, որ մեր հասարակության մի զգալի մասը տեղյակ չէ եկեղեցու ներքին կյանքի կանոններից, պատմական ժառանգությունից եւ պետություն եկեղեցի հարաբերությունների կարգավորումներից։ Իմ գործընկեր Աննա Հարությունյանն է որոշել անդրադառնալ այդ թեմային։ Նոյեմբերի 4-ին նշվում է ամենայն հայոց Գարեգին II կաթողիկոսի գահակալության 26-րդ տարեդարձը։ Գարեգին II-ը հայ եկեղեցու 132-րդ հովապետն է։ Մի երկար շղթա, որը սկիզբ է առել 4-րդ դարի սկզբին Սուրբ Գրիգոր Լուսավորչից եւ շարունակվել է 17-1 քառորդ դար, չնայած պետականության բազմակի կորուստներին, պատերազմներին ու հայրապետական աթոռի հաճախակի տեղափոխություններին։ Այս երկար ցուցակում եղել են հայրապետեր, որոնք ոչ միայն եկեղեցու, այլև ազգի համար են եղել ազգային կյանքի ու արտաքին թշնամուն դիմակայության ճարտարապետ։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը դրեց եկեղեցու կազմակերպական եւ կանոնական ամուր հիմքերը։ Սուրբ Ներսես Մեծը հիմնեց առաջին համապարփակ սոցիալական հաստատությունները, ներսեսյան կառույցները, հիվանդանոցներ, որբանոցներ, աղքատանոցներ, իսկ Սուրբ Սահակ Պարթևը դարձավ հայ գրերի ստեղծման գլխավոր հովանավորն ու հայ ինքնության պահպանության գլխավոր դերակատարներից մեկը։ Դարեր անց նրանց գործը շարունակեց Սուրբ Ներսես Շնորհալին, որը թուղթ ընդհանրական կոնդակով կոչ արեց ողջ հայությանը եկեղեցական կարգապահության ամրապնդման։ Հովանես Օձնեցին կանոնակարգ
արձանագրեց եւ ամրագրեց հայոց եկեղեցու տիսական եւ դավանական կանոնները։ Ներսես աշտարակեցին նպաստեց Գևորգյան ճեմարանի վերացմանը, ճանաչված է որպես ազգային զատագրական գործիչ։ Ղրիմյան հայրիկն ամրապնդեց Էջմիածնի հեղինակությունը, հատկապես սուլթանական Թուրքիայի հալածանքների դեմ պայքարում։ Գևորգ Սուրենյանցը մեծ դեր ունեցավ մայիսյան հերոսամարտերին հոգևոր աջակցություն ցուցաբերելու եւ եկեղեցու գոյությունը նորաստեղծ խորհրդային Հայաստանում պահպանելու գործում։ Վազգեն առաջին կաթողիկոսի ջանքերով աթեիստական խորհրդային տարիներին հնարավոր դարձավ ոչ միայն պահպանել, այլև վերանորոգել տասնյակ եկեղեցիներ ու վանքեր, դրանք փրկելով վերջնական կործանումից։ Կաթողիկոսական աթոռը սկզբնապես հաստատվել է Վաղարշապատում։ Դրանից հետո քաղաքական կենտրոնների տեղաշարժի պատճառով այն տեղափոխվեց Դվին, ապա Արգինը, իսկ Բագրատունիների օրոք Անի։ Կիլիկիայի հայկական պետականության ամրապնդման հետ կաթողիկոսարանը տեղափոխվեց եւ հաստատվեց այնտեղ, անցնելով մի շարք քաղաքներով, որոնցից գլխավորն էր մայրաքաղաք Սիսը։ 1441 թվականին ազգային եկեղեցական մեծ ժողովի որոշմամբ աթոռը վերահաստատվեց իր նախնական եւ մնայուն վայրում՝ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում։ Ամենայն հայոց կաթողիկոս կդրվի 263 քվեով Կարեքին արքեպիսկոպոս Ամենայն հայոց կաթողիկոսին ցմահ ընտրում է ազգային եկեղեցական ժողովը, որը կազմված է բարձրաստիճան հոգևորականներից եւ թեմերի կողմից ընտրված աշխարհիկ եւ հոգևոր պատգամավորներից։ Թեմերի ներկայացուցիչներին ընտրում է թեմական պատգամավորական ժողովը, յուրաքանչյուր 25,000-ից 1 հոգու։ Այս թվից պակաս բնակչություն ունեցող թեմերի համար սահմանված նվազագույն թվականակը 10,000-ն է։ Ընտրությունն իրականացվում է եռափուլ քվեարկությամբ։ Առաջին փուլում որոշվում է 3 հիմնական տեխնացուները, երկրորդում 2-ը, իսկ վերջին փուլում նրանցից մեկն ընտրվում է կաթողիկոս։ Գահակալության տևողությունը հաճախ արտացոլում է պատմական դարաշրջանների կայունությունը։ Եթե Սահակ Պարթևը գահին է մնացել ավելի քան կես դար, Վազգեն առաջինը 39 տարի, իսկ ամենաերկարը 53 տարի գահակալել է Գրիգոր III-ը, ապա եղել են ժամանակներ, երբ կաթողիկոսները գահակալել են ընդամենը 1 տարի, ինչպես Գրիգոր V Քարավեժը 1193-ից 94 թվականներին։ Իսկ ինչպես է կառուցված եկեղեցու ներքին նվիրապետությունը։ Այն ունի 3 հիմնական աստիճան։ Բարձրագույնը եպիսկոպոսականն է, որի գլուխ կանգնած է կաթողիկոսը, իսկ երրորդը սարկավագական աստիճանն է։ Եթե հոգևորական ու կուսակրոնության ուխտ է ընդունում, դառնում է աբեղա, ապա վարդապետ, ծայրագույն վարդապետ, եպիսկոպոս, արքեպիսկոպոս, պատրիարք։ Կուսակրոնության ուխտ չընդունածները դառնում են ամուսնացյալ քահանաներ։ Մեր հասարակության զգալի մասը տեղյակ չէ եկեղեցու ներքին կյանքի կանոններից, շատերը աստիճանակարգումից ու պատմական ժառանգությունից, ոմանք էլ սահմանադրությամբ պետություն եկեղեցի հարաբերությունների կարգավորումներից, բայց հենց այդ մանրամասներն ու հանգամանքներն են այսօր հայտնվել հանրային քննարկումների եւ հակասական գնահատականների կիզակետում։ Հասարակության ընկալումներում եկեղեցու դերն ու նրա առաջնորդի հեղինակությունը տարբեր կերպ են արտացոլվում։ Կաթողիկոսի գահակալության 26-ամյակն է, դուք ինչ եք տեսել կաթողիկոսի գործունեությունը։ Ուրեմն ինքը դեռ կաթողիկոս չէր, Արարատյան թեմի։ Մեր շենքը բազար ընկավ ու կտորը չկար, ընդհանրապես տանիքը չկար։ Միայն ինքը քաղաքապետարանը ոչ մի բան փող գումար տվեց, որ տանիքը, այսինքն 3 հարգանի էր, 3-րդ հարգը չկար։ Այդպես եմ իրան հիշում։ Ուղղակի մենք եկեղեցի ենք գնում, ոմ ենք վարում, վերջացավ դրանով այդքան մի բան, նորմալ։ Բայց բան ես չեմ լսել, չեմ տեսել։ Ոչ մեկից, եկեղեցի Աստված կա, շո։ Կա։ Աստված կա, եկեղեցականներին ով էր հավատում է ճիշտ է անում։ Ես կոնկրետ դեմ եմ իրան։ Եթե իմ կարծիքը հարցնեք, ես կուզենամ, որ ինքը գնա։ Ես իրան մասին վատ բան չեմ կարող ասեմ։ Շատ սիրում եմ պաշտոն, ինչ բիմ ասել։ Գարեգինն էլի։ Ինձ համար շատ հարգված մարդ է մեր կաթողիկոսն է։ Ինչ պետք է անի։ Ինքը իր գործը արել է, էլի։ Ոնց հասկանամ։ Եկեղեցին կաթողիկոսը նույն բանն են, դրանք ինչ տարբերություն։ Կաթողիկոսին ոչ են կարող առանձնացնել եկեղեցուց։ Դա չէ, պատիվ չի բերում, էլի։ Մենք գիտեմ, դվում եմ այս տարիների ընթացքում ես այն հասկացա, որ մեր ժողովուրդը միասնական հասկացողություն չունեն։ Դա երևի պետություն չունենալու արդյունքն է, այտենց եմ էլի ես որոշում։ Աննա Հարությունյան, Սիմոն Հովանիսյան, Վարդան Պողոսյան, Reopen Media։ Եվ թողարկման վերջում Ալբանիայում ավարտված ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության լավագույն ծանրորդներ են ճանաչվել Ալեքսանդրա Գրիգորյանը եւ Տիգրան Կարապետյանը, որոնք նվաճել էին չեմպիոնական տիտղոսները։ Թիմային հաշվարկում Հայաստանի աղջիկների հավաքականը 5-րդն է, երիտասարդական թիմը 4-րդը, մինչև 23 տարեկանների թիմը 2-րդը։ Հայաստանի հավաքականը 7 ոսկե, 2 արծաթե եւ 3 բրոնզե մեդալով է վերադարձել հայրենիք։
Այսքանն էինք պատրաստել այս ժամի համար, հիշեցնեմ, որ մեզ կարող եք գտնել սոցիալական բոլոր հարթակներում, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության։ Ես Անին եմ Զաքարյան, կհանդիպենք հաջորդ թողարկման ժամին 17:00-ին առայժմ։